Այսօր Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը հանդիպում անցկացրեցին քաղաքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ։ Հանդիպման հիմքում կոմունալ վճարների անհասկանալի աճն էր եւ էներգախնայող համակարգերի արդյունավետությունը։ Ըստ Ավետիս Առաքելյանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կոմունալ վճարների միջև մեծ տարբերություն է նկատվում։ Խնդիրն համատարած է։ Այն առնչվում է եւ սպորտային ու երաժշտական դպրոցներին եւ մշակութային օջախներին ու թանգարաններին եւ մանկապարտեզներին։ Կառույցներ կան, որ 400,000 տարբերություն կա։ Կառույց կա, որ ինքը 2 ամիս է փակ է, բայց 105,000 այդտեղ կոմունալ վճարումներ է գնում։ Կանչեք ձեր այդ էլեկտրիկ կսեն, տեսուչներ կսեն, դրանց կանչեք, ստուգեք բոլոր հաշվիչները։ Հաշվիչները ձեր մոտ են, թե մենակ իրենց մոտ են գտնվում։ Դուրսն են։ Չէ, այդպես չի անի։ Կոնկրետ ասեմ, անցած տարվա համեմատ մենակ կառույց կա, որ 2 միլիոնի տարբերություն է տալիս։ Կոնկրետ մանկապարտեզներում ավելացրել ենք ջերուցումը, բայց ոչ այն աստիճանի, որ նման ահռելի տարբերություն առաջանա, նշեց Առաքելյանը։ Նա խիստ հանձնարարական տվեց զգուշացնել տեսուչներին, եթե որևէ տեղ հայտնաբերվեն հավելագրումներ, գործը միանգամից կփոխանցվի իրավապահ մարմիններին։ Միաժամանակ քննարկվեց արևային վահանակների հարցը։ Թեև հաստատությունների ճնշող մեծամասնությունն ունի արևային կայաններ, սակայն կան մանկապարտեզներ, որոնք դեռևս զուրկ են դրանցից։ Ավետիս Առաքելյանը պահանջեց ներկայացնել բոլոր խնդիրները, թե ինչու որոշ համակարգեր չեն աշխատում, որպեսզի դրանք շտապ կարգավորվեն։ Քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը տնօրեններին հորդորեց ցուցաբերել առավելագույն սրտացավություն եւ պատասխանատվություն։ Դուք պետք է տեր լինեք, պետք է անպայման բոլոր ծախսերը, որոնք տալիս է քաղաքապետարանը, ձեր վերահսկողության ներքո լինի։ Դրա համար ուշադիր եղեք։ Ճիշտ է, ֆինանսները մենք ֆինանսը տալիս ենք, բայց վերահսկողությունը ձեր բոլորի վրա է լինելու։ Հարազատի պես, տանտիրոջ պես, այդ գումարները հենց այնպես չեն։ Գիտեք, որ աշխատավարձ ենք բարձրացնում, քաղաքապետի շնորհիվ արվեց դա, բայց հիմա դուք կարողացեք այս ամեն ինչին տեր կանգնել։ Սա մեր քաղաքացիների գումարն է։ Խնդրում ենք հետևեք հաշվիչներին այնպես, ինչպես կհետևեիք ձեր սեփական տանը, ավելացրեց Մանուկյանը։ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Մեխակ Ղազարյանը նկատեց, որ խնդիրը կարող է լինել ամբողջ համակարգի եւ արևային կայանների մեկ շղթայի մեջ ներառելու պատճառով։ Քաղաքապետարանը խոստացավ ուսումնասիրել այս վարկածը։ Համայնքային կառույցների տնօրենները բարձրաձայնեցին նաեւ մեկ այլ մտահոգիչ փաստ։ Որոշ դպրոցների տանիքներին վահանակները տեղադրվել են առանց համապատասխան կանգնակների, ինչի հետևանքով վնասվել են կտուրները։ Հիշեցվեց, որ դեռ նախորդ տարի ամռանը, երբ Վարդան Ղուկասյանն ստանձնեց քաղաքի ղեկավարումը, հանձնարարական էր տրվել ուսումնասիրել վահանակների վիճակը։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը վստահեցրեց, որ բոլոր թերություններն ու սխալ տեղադրումները կգույքագրվեն եւ քաղաքապետարանը հետամուտ կլինի դրանց վերջնական լուծմանը։